Պարոն Հարությունյան, Հայաստանի անկախության համար ընդհատակ է ձեր պայքարը 70-80-ական թվականներին է սկսվել, այն ժամանակ ինչ էր հայտնի, ինչ բան էր դա անկախությունը։ Անկախությունը ոչ միայն այն ժամանակ սկսվել է 60-ական թվականներից, անկախությունը եւ այն ժամանակ եւ այսօր եւ հուսով եմ ապագայում նույնպես լինելու է ընդհանրապես որպես առաջին հերթին միջոց ազատության հասնելու համար։ Նորմալ կայացած հարգանք վայելող ժողովրդավարական երկիր կառուցելու համար։ Եթե չունես անկախություն, եթե դու անկախ պետություն չես, դու չես կարողանում տնօրինել քո ճակատագիրը։ Հիմա 30 տարուց ավել ձգվել է անկախության համար պայքարը, 90-ական թվականների սկզբից հայտարարվել է, հռչակվել է անկախ Հայաստան, եւ հիմա այդ անկախ Հայաստանը պետք է վերածենք նորմալ հարգանքի արժանի պետության, որի քաղաքացիները պետք է ապրեն իրենց հայրենիքում առանց խնդիրների։ Մինչ դրան անդրադառնալ, այդ շրջանում ձեր պայքարը անվանվում էր այլախոհություն, դուք դրա համար ազատազրկվել եք, նաև աքսորվել, իսկ հիմա ինքնիշխանության համար պայքարող այդ հոսանքները ինչպես կանվանեք, դա էլ է այլախոհություն։ Չէ, այսօրվա Հայաստանում դասական առումով այլախոհություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև ցանկացած մեկը կարող այլ կերպ մտածել, ոչ միայն այլ կերպ մտածել, այլև այլ կերպ գրել, արտահայտել իր կարծիքը, ժողովրդավարության ինչ-որ փոքրիկ մակարդակի մենք բոլոր դեպքերում հասել ենք։ Այդ ամեն ինչը թույլատրելի է, այդ ամեն ինչի համար պատիժ չի հասնում, մարդը չի դատապարտվում։ Իսկ խորհրդային շրջանում եւ մտածելու համար եւ առավել եւս արտահայտվելու համար, իսկ առավել եւս գործելու համար մարդիկ դատապարտվում էին հսկայական պատժաչափերի, տարբերությունը մեծ է։ Այսօր մարդիկ պայքարում են արդեն ոչ թե Հայաստանի անկախության համար, այլ պայքարում են անկախ Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու համար։ Դրանք մի քիչ տարբեր բաներ։ Պարոն Հարությունյան, այն ժամանակ ինչպես էր ընկալվում ձեր պայքարը, ձեր շրջապատի ընկերների շրջանում, թեկուզ գաղտնի աջակցություն ունեիք։ Չէ, մեծ աջակցություն հայաստանյան եւ ոչ միայն հայաստանյան խորհրդային շրջանի, ես կարելի ասել նույնիսկ ամբողջ արևելյան Եվրոպայի շրջանի այլախոհական շարժումները ժողովուրդների կողմից, իրենց երկրների իրենց հայրենակիցների կողմից շատ մեծ աջակցություն չեն ստացել։ Հիմնականում աջակցել են իրար այլախոհները, կապված են եղել իրար հետ, փոխկապված են եղել իրար հետ, Հայաստանում այլախոհական շարժումը դիպվածային չի եղել ի տարբերություն շատ հանրապետությունների, այն եղել է հստակ հիմնադրված 60-ական թվականների վերջից, հստակ ձևակերպված շարժում է եղել, որը տարի առ տարի փոխանցվել է, փոխանցելիություն է եղել, նոր սերունդ է եկել, գոյացել, հներն են դատապարտվել, վերադարձել, նորից աշխատել նորերի հետ, այդ ամեն ինչը եղել է, բայց մեծ աջակցություն հանրության կողմից չի եղել։ Իսկ ձեր տանը, եթե չեմ սխալվում, 17-18 տարեկանից եք առավել։ Հա, ես 16-17 տարեկանից եմ, 18 չլրացած եմ ձերբակալվել, բայց նաև մեր տանը չի եղել մեծ աջակցություն, այսինքն եղել են ընտանիքներ, որոնք որ կիսել են այլախոհի կարծիքները, եղել են ընտանիքներ, որոնք խրախուսել են իրենց ընտանիքի անդամին, որպեսզի մարդը դրանով զբաղվի։ Մեր ընտանիքում դա չի եղել։ Պատճառները տարբեր են։ Ես յուղից եմ, հեռավոր յուղից, որտեղ այդ ամեն ինչը չի եղել, չի մտածվել, այսինքն նորույթ է եղել այդ միջավայրում իմ այսպեսին լինելը եւ բնական է, որ աջակցություն չէր կարող լինել։ Իսկ որտեղից էր այդ հետաքրքրությունը, ասեմ։ Դա մեծ պատմություն է, ես չեմ կարծում, որ ռեպորտաժի մեջ կտեղավորվի։ Դրա պատասխանը վերջնական պատասխանը ես էլ չունեմ, դա երևի դպրոցի վերջին տարիներից։ Ես ճիշտ ասած չեմ կարողանում մինչև հիմա հստակ ձևակերպել, թե ինչից սկսվեց դա, բայց որ դա մտածված էր իմ կողմից քայլ, դա հաստատ է։ Շատ լավ, պարոն Հարությունյան, դուք պատկասնում եք, որ արդեն անկախության տարիներին էլի մնալու եք պայքարի դիրքերում, այս անգամ մարդու իրավունքների ժողովրդավարության համար։ Ես վստահ եմ եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը անկախության հռչակումից հետո մեր կյանքում շատ մեծ բան է փոխվելու։ Դա եղել է ինձ համար մեծ իրադարձություն, շատ մեծ իրադարձություն։ Ցավով կարելի է շեշտել, որ 90-ականների առաջի մի քանի տարիներից հետո մենք ժողովրդավարական արժեքների իմաստով հետընթաց ապրեցինք, հետընթացը շարունակվում է մինչև այսօր, կարող ենք հպարտանալ եւ ուրախանալ, որ արդեն ունենք անկախ պետություն, բայց չենք կարող հպարտանալ, որ այդ պետությունը այն պետությունն է, որի մասին կարելի է երազել
ես մտածել եմ, որ անկախության հռչակումից հետո բոլորովին այլ բանով եմ զբաղվելու, բայց հանգամանքները թելադրել են, դրդել են, որպեսզի ես անկախության հռչակումից հետո նույնպես զբաղվեմ այն գործերով մոտավորապես, ինչով որ զբաղվել եմ տարիներ շարունակ մինչև անկախությունը։ Ցավալի է դա, որովհետև ես ինքս կուզենայի լրիվ այլ գործերով զբաղվել։ Հետխորհրդային շատ երկրներ են այս տարի նշում 25-ամյակը, կարող եք մատնացույց անել որևէ մեկը, որ ձեր ցանկալի ճանապարհով գնաց։ Դե Մերձբալթյան 3 հանրապետությունները մենք կարող ենք նրանց նախանձել, բարի նախանձով, նրանք գնացին բոլորովին այլ ճանապարհով, նրանք կարողացան զերծ մնալ Մոսկվայի կողմից ստեղծված մտածված սադրանքներից, չտրվեցին այդ սադրանքներին, չմտան հարևանի հետ պատերազմի մեջ, հակասությունների մեջ, ինչ-որ զոհողությունների գնացին, ինչ-որ բաներից հրաժարվեցին եւ ընտրեցին այն ճանապարհը, որ նրանց բերեց իրենց այսօրվա օրվան։ Վերջին տարիներին 2-3 տարվա ընթացքում Ուկրաինան է ընտրել արդեն այդ ճանապարհը մեծ զոհողությունների գնով իհարկե, բայց նույնպես կհասնի մեծ հաջողությունների։ Վրաստանի զոհողություններից մենք բոլորս տեղյակ ենք, մեր ամենամոտ հարևանն է, էլի հսկայական զոհողությունների գնացին Ռուսաստանի հետ այդ պատերազմի արդյունքում, բայց կտրվում են Ռուսաստանից եւ շարունակում են դիմակայել դեռ։ Կան, գիտեք ինչ, անկախ երկիր լինել դա դեռ չի նշանակում լինել լավ երկիր։ Ասենք Հյուսիսային Կորեան նույնպես անկախ երկիր է։ Իրանը նույնպես անկախ երկիր է։ Կանադան նույնպես անկախ երկիր է, Նորվեգիան նույնպես անկախ երկիր է, հասկանում եք։ Պետք է մենք կարողանանք մեր անկախությունը, ես արդեն հենց սկզբից ասացի, անկախությունը դա ընդհանրապես ազատության տանող ճանապարհ է։ Ուրիշ ոչ մի բան։ Անկախությունը ինքնին այդ ճանապարհը պետք է մենք անցնենք։ Հիմա իմ ասած մերձբալտիկացիները անցան այդ ճանապարհը բավականին արագ։ Ուկրաինան հիմա անցնում է շատ ցավոտ այդ ճանապարհը, Վրաստանը շատ ցավոտ անցնում է այդ ճանապարհը։ Մենք էլ պետք է երևի թե մի պահից սթափվենք, հասկանանք, որ այլ ճանապարհ չունենք, եթե հռչակել ենք անկախություն, ուրեմն այդ անկախությունը մեզ պետք է բերի այն ազատություններին, որ մենք կարող ենք փոխանցել մեր սերունդներին եւ հպարտանալ, որ ինչ որ բան ենք փոխանցել, արժեք ենք փոխանցել։ Մեր պապերը, մեր պապերի պապերը հերթով մեզ փոխանցել են ոչ այն ինչ որ պետք է փոխանցեին։ Փոխանցել են չլուծված խնդիրներ, փոխանցել են հարևանների հետ թշնամություն, փոխանցել են ֆիդայականություն, ես չգիտեմ, չարոխային հայրենասիրություն։ Հիմա եթե մենք կարողանանք թոթափել այդ ամեն ինչը եւ պատրաստ լինել ինչ-որ զոհողությունների եւ այդ զոհողությունների գնով առաջ գնալ, կարող ենք ասել, որ այս մեր օրոք հռչակված անկախությունը արժևորել ենք ինքներս։ Ձեր բերած երկրների օրինակից կարող եմ ենթադրել, որ Հայաստանի մասով էլ սկացման ճանապարհի խոչընդոտներից մեկը Կրեմլն է եղել։ Միանշանակ։ Այն երկրներում, անկախության հռչակած երկրներում, որտեղ որ Կրեմլը ունեցել է մեծ լծակներ, այդ երկրները նահանջ են ապրել եւ ապրում են, շարունակում են ապրել։ Դրանք միջինասիական հանրապետություններն են, հսկայական լծակներ ունեն, ազգամիջյան այդ հակասությունների վրա են խաղում։ Հայաստան եւ Ադրբեջանն են, որոնք անընդհատ հետ են նահանջում ժողովրդավարական դիրքերից եւ անընդհատ կորուստների մեջ են։ Փարքասո արևելյան Եվրոպայի երկրների վրա այդքան մեծ լծակներ չունեին, եւ մերձբալթյան երկրների վրա չկարողացան այդ լծակները օգտագործել, ուղղակի ժամանակներն էին այլ, Ռուսաստանը, այն Ռուսաստանը չէր, որ այդքան մեծ հնարավորություններ ունենար այնտեղ, բայց եւ Վրաստանում, եւ Հայաստանում, եւ Միջին Ասիայում նրանք այդ լծակները օգտագործել են, օգտագործում են եւ դեռ օգտագործելու են։ Ռուսաստանը դա մի հսկայական արգելք է։ Ալկելակ, որ խոչընդոտում է իր հարևան բոլոր երկրների առաջընթացը եւ իր սեփական առաջընթացը։ Ես ասում եմ ոչ թե որպես հակառուս, ոչ թե որպես ուղղակի, դա այդպես է։ Աշխարհի համար է Ռուսաստանը արգելակ։ Եվ եթե մենք նրա ազդեցության ոլորտից կարողանանք ինչ-որ չափով, ինչ չափով որ դուրս գանք նրա ազդեցության ոլորտից, այդ չափով մենք առաջ ենք գնալու։ Տեսեք, ինչ-որ չափով Վրաստանը մեր աչքի առաջ դուրս է եկել նրա ազդեցության ոլորտից, ոչ ամբողջովին, ինչ-որ այդքան չափով նրանք առաջ են գնացել։ Եվ նրանց ճանապարհներն են ավելի բարեկարգ, եւ նրանց ոստիկաններն են ավելի ոստիկան, հասկանում եք, եւ նրանց քաղաքական դաշտն է ավելի քաղաքական դաշտ։ Մի խոսքով, սա է։
Պարոն Հարությունյան, ապրելու իրավունք ունի ձեր սերնդակիցներից ոչ քչերի կողմից հնչեցվող այն տեսակետը, թե ինչի վրա ուրախանանք սեպտեմբերի 21-ին ումից ենք անկախ։ Չունի նման կարծիք ապրելու իրավունք, բայց դա խոսում է այն մասին, որ մենք մտածելու տեղ ունենք, որովհետև նույն այդ մարդիկ գնացել եւ իրենց հսկայական բազմությամբ 90% եւ ավել, եթե չեմ սխալվում, քվեարկել են անկախության համար։ Այսինքն այդ քվեարկած մարդն է խոսում այդ մասին։ Չքվեարկածների մասին խոսք չկա։ Քվեարկած մարդիկ, եթե այդ մասին խոսում են, նշանակում է, որ նրանք չեն տեսնում կամ չեն տեսել այն հաջողությունը, որը որ նրանք սպասում էին եւ հուսահատվել են։ Իսկ իմ խոսքը հուսահատվածների մասին չի, ես այն մարդկանց մասին եմ խոսում, ովքեր չեն հուսահատվում, ովքեր գիտեն, որ արդեն ասացի, որ անկախությունով ամեն ինչ չէր ավարտվում, այլ անկախությունով ամեն ինչ սկսվում է։ Խնդիրներն են սկսում անկախությունով։ Մինչև անկախության հռչակումը հայ ժողովուրդը Հայաստանի ճակատագրով զբաղվելու որևէ խնդիր չի ունեցել։ Հայաստանի ճակատագրով զբաղվել են բոլորովին այլ մարդիկ եւ բոլորովին այլ տեղերում։ Հիմա անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդն է զբաղվում իր երկրի եւ իր պետության ճակատագրով։ Դրա համար բախվում են դժվարությունների, հուսահատվում են, հիասթափվում են, ոմանք լքվում են երկիրը, ոմանք ասում են անկախությունը լավը չի, ոմանք ասում են այս երկրը որևէ կերպ չի կարող տնօրինել իր անկախությունը։ Այդ ամեն ինչը դրանից է, որ մենք չունենք դեռ կամ չենք ունեցել, չունենք սեփական երկիրը կերտելու, սեփական տունը կառուցելու մշակույթ։ Այդ մշակույթը մենք շատ արագ ձեռք կբերենք, վստահ եմ, եւ այս 20-25 տարվա բարդությունները եւ դժվարությունները կհիշատակվեն մեր պատմության դասագրքերում որպես երևույթներ, որ ուղղել են եւ անցել են։ Սա կանցնի։ Մենք 25 տարով չի ավարտվում մեր կյանքը։ Մենք դեռ բազմաթիվ 25 տարիներ ենք ապրելու եւ դուք պատկերացրեք արդեն ձեր թորները ինչպեսի Հայաստանում պետք է ապրեն։ Ոչ թե իմ, այլ ձեր։ Ես մտածում եմ, որ իմ թոռը պետք է ապրի շատ լավ Հայաստանում։ Իսկ ձերք պետք է ապրեն էլ ավելի լավ Հայաստանում։ Դա կախված է մեզանից եւ հիասթափությունը այստեղ լավ ուղեկից չի։ Հենց այս անկախության սերնդակիցների հետ է կապված ձեր այսպիսի լավատեսությունը։ Մեր ժողովրդի մեջ եղած պոտենցիայի հետ է կապված։ Մենք ապրել ենք ծանր ժամանակաշրջաններ, ծանր եւ խորհրդային ժամանակաշրջանը եւ դրա նախորդած այդ Եղեռն եւ Եղեռնի հետ Եղեռնյան ժամանակաշրջան մենք ըստ էության մի քանի անգամ սկսել ենք զրոյից եւ դա ինձ վստահություն է ներշնչում, որ մենք էլի կարող ենք։ Եթե մենք մեր տարեկից ժողովուրդներից շատերը չկան այսօր պատմության թատերաբեմում։ Եթե մենք շարունակում ենք ապրել, շարունակում ենք լինել, նշանակում է մենք դեռ անելիք ունենք, նշանակում է մենք դեռ ունենք այդ պոտենցիան եւ պետք է դա անպայման արտահայտվի։ Նորից եմ կրկնում, մենք պատճառները բազմաթիվ են։ Առաջին հերթին իհարկե մեր մեջ է, պետք է մեր մեջ փնտրենք եւ գտնենք պատճառները։ Մենք կարողացանք թույլ տալ կամ թույլ տվեցինք, որ մեր ապաշնորհները գան իշխանության, մենք կարողացանք թույլ տալ, որ մեր երկրի պարլամենտը պարլամենտ չլինի, մենք կարողացանք մի խոսքով տեղի ունեցավ այն ինչ որ գիտենք բոլորս եւ հիմա այսօրվա օրվա հետ կապված այդ մասին չխոսեմ, եւ այդ ապաշնորհները ստեղծեցին այս ապաշնորհ միջավայրը։ Բայց դա չի նշանակում, որ հենց այդ դա է մերը։ Դա բոլորովին չի նշանակում, որ դա է մերը։ Մենք շատ ավելի լավին ենք արժանի, շատ ավելի լավը դեռ տեսնելու ենք։ Դրա համար պետք է թևաթափ չլինել, չհուսահատվել եւ հավատալ, որ դժվարություններով պետք է լավ կյանքին հասնել։ Հեշտ ճանապարհը խախուկ ճանապարհն է։ Եվ որպես վերջաբան կարող եք ասել այս անցած 25 տարիների Հայաստանի ամենաողբերգական եւ նաեւ ամենաերջանիկ լուսավոր օրեր ասեմ, դրվագ ասեմ, չգիտեմ։ Ինձ համար Հայաստանի ամենալուսավոր օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն էր, այլ օգոստոսի 23-ը, երբ հռչակագիրը եղավ, այո, ընթերցվեց հռչակագիրը, որ լինելու է Հայաստանը անկախ պետություն։
Այդ ինձ դա շատ տպավորվել է իմ վրա։ Բնականաբար սեպտեմբերի 21-ը նույնպես իր արդեն արձանագրեց այդ անկախությունը եւ 25 տարի է արդեն մենք այդ անկախությունը տնօրինում ենք։ Հետո իսկ 25 տարիների ընթացքում։ Իսկ այդ տարիների ընթացքում ողբերգական շատ դեպքեր ենք մենք տեսել։ Ամենամեծ ողբերգությունը ինձ համար երևի թե ժողովրդավարությունից նահանջն է, երբ ակնհայտ էր մի պահից, որ մենք արդեն սկսում ենք նահանջել։ 2000-ական թվականի այդ սահմանագիծը մենք երազում էինք, որ կապրենք եւ նոր դարաշրջան կմտնենք։ Իմ սերնդակիցներից շատերը կես կատակ, կես լուրջ ասում էին, դե մենք չենք տեսնի այդ դարաշրջանը նոր 2000-ական թվականները։ Մենք տեսանք 2000-ական թվականները, որոնց հետ մենք հսկայական իմ սերնդակիցները հսկայական հույսեր էին կապում, որ նոր փուլ է լինելու, նոր, բայց հենց այդ ժամանակներից ավելի մեծ թափով, ավելի մեծ քայլերով սկսեցինք նահանջել ժողովրդավարական արժեքներից, սեփական պետություն ունենալու երջանկությունից։ Մենք սկսեցինք զիջել մեր դիրքերը, մենք սկսեցինք նահանջել ժողովրդավարությունից։ Երևի ինձ համար ամենամեծ խնդիրը դա է։ Մասնավոր բաներ իհարկե եղել են արդյունաբերություններից, հայրենահեղություններից սկսած վերջացած տերորիստական ակտերով, որոնք կարող էի թվարկել, բայց ես չեմ թվարկում դրանք կանխամտածված, որովհետև դրանք բոլորը իմ ասացի արդյունքն են։ Վերջաբանը կարծես տոնական չստացվեց, դու կարող եք ուղղել ինքներդ ձեզ, եթե։ Չէ, նորմալ թող լինի, հենց դա է, իրականությունն է։ Շնորհակալություն պարոն Հարությունյան մեր հրավերն ընդունելու համար։